չենք հանդիպել բավականին երկար ժամանակ, այս անավոր հայտարարել, դուք միշտ ասել եք, որ իրենք այս զույգը հանցակից զույգ է, հանցագործների, նրանք շատ իրար նման են, համախոհներ են, գործել են միշտ միասին, Նիկոլանա տանդեմը շատ ուժեղ եւ հզոր է եղել կործանելու առումով։ Հիմա թեկուզ իրենց թեստը, որ հրատարակել են, դա արդեն քարոզչական մի հատ մեքենա այնտեղ աշխատել է, որում բավականին ազդեցին։ Հայտարարեցին, որ բաժանվում են, կարճ դրա մասին կասեք, ինչ է։ Ուրեմն գիտեք ինչ, իրենց անձնական հարցերը, ում հետ կամուսնանա, կբաժանվի, հետո կմիանա, մի հատ ուրիշի հետ կնշանվի, դա մեզ չի հետաքրքրում անձնական հարցերը, բայց քանի որ այս զույգը, սա միայն անձնական կապի մասին չէ խոսքը, այս զույգի բաժանվելը միանալը, ես համարում եմ, որ սա նախընտրական բոլոր դեպքերում մի հատ տրյուկ է, որ իրենք ներկայացրեցին, որովհետև գիտեք ինչ, եթե իրենք այդպես այսքան տարի միասին են եղել, այդքան երեխաներ են ունեցել, չգիտեմ ինչ, եթե բաժանվում էին, իրենց պահվածքից գոնե ինչ որ մի բան կերևար, ամեն մեկը բավականին այսպես երջանիկ, հա, մեկը իր խեղկատակություններն է շարունակում, մեկը իր անմեղ հրեշտակի ինչ որ մի հատ կերպարով է ներկայանում, մնում է մենակ հրեշտակի թևեր դներ վրան կանգներ ու այդպես մարդկանց ինչ որ համակրանքը, խղճահարությունը նույնիսկ արտնացներ։ Սա ես կարծում եմ, որ իրենք այս этаպում այդպես են հարմար գտել, հա, թեկուզ այն պատճառով, որ գիտեք, նույնիսկ Նիկոլին ընդունող այդ հատուկենտ, հա, այդ քիչ մարդկանց շերտը որ կա, կնոջը չէին ընդունում։ Գուցե իր կերպարը որոշակիորեն այսպես տարանջատելու համար որոշեցին, որ այս ընթացքում կինը չերևա, հա, որպեսի բայց միևնույն է իրենք շարունակում են մնալ պատասխանատու։ Իրենք նույն գործը արել են, գիտեք ինչ, հանցակիցները այդքան հեշտ իրարից չեն բաժանվում։ Հանցագործությունը մարդկանց շատ ուժեղ կապում է, նույնիսկ երբեմն ավելի ուժեղ, քան թե սեր ու համակրանքը կապում է իրար հետ։ Այնպես որ ես չեմ բացառում, որ ինչ որ մի պահի, եթե դա իրենց համար, իրենք անհրաժեշտ համարեն, իրենք կարող է հայտարարեն, որ դե որոշեցինք միանալ։ Ինչ է եղել այսօր սա կասեն, վաղ են կասեն, իրենք այդպես արգելքներ չունեն որևէ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։